Ողջունելով ներկաներին վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորեց գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, կարևորելով գյուղոլորտում նրանցից յուրաքանչյուրի դերը, նրանք են երկիր կերակրողները, եւ այդ առումով անուրանալի է նրանց կատարած աշխատանքը, արժանի միայն գնահատանքի եւ խրախուսանքի։ Տարբեր հաշվարկներ կա, օրինակ ասում են Ռուսաստանում մի հոգին աշխատում է 18 հոգի կերակրում, Չինաստանում մեկը 4։ Իհարկե Ղարաբաղում չենք հաշվել, բայց մեկ կատակով ասում եմ երկուսը աշխատում ենք, որ մի հոգուն կարողանանք կերակրենք։ Սա լավ չէ, սա ցավալի է, բայց նաև այն զարգացման տեմպերը, որը մենք ունենք այսօր, վերելով են նրան, որ այո գյուղատնտեսության բնագավառում աշխատողների թվականակը տեսակարար կշիռը նվազելու է, բայց արդյունքը բազմապատկվելու է։ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ձեռք բերած հաջողությունների եւ ունեցած ավանդի համար վարչապետի կողմից հուշամեդալների արժանացան 14 հոգի, գյուղոլորտում ունեցած ավանդի համար եւս 34 հոգի պատվոգրեր ստացան։ Վարչապետի հուշամեդալով պարգևատրվածներից մեկն էլ Քաշաթաղի շրջանի Երիցվանքի համայնքի բնակիչ Սիրեկան Ազարյանն է, ով տարիներ շարունակ զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների աճեցմամբ։ Համայնքում հողի հետ աշխատելու սեր ոչ բոլորն ունեն, բայց եւ ավելացնում է, նրանք ովքեր կարողանում են լեզու գտնել հողի հետ, վարձատրվում են արժանավույնս։ Դրանում համոզվել է սեփական փորձով։ Հիմնականը մշակում եմ լոլիկ, սմբուկ, վարունգ, ձմերուկ եւ այլը։ Հիմնականը իրականացնում եմ ես Արցախ պրոկտում։ Իմ բանջարեղենից 70%-ը, 30%-ը արտահանում եմ շուկա։ Դե գոհ եմ Արցախ պրոկտից, շնորհակալություն մեր ղեկավարներից, իրոք մեծ աջակցություն են ցուցաբերում։ Գյուղատնտեսության ոլորտում ունեցած առաջընթացը զգալի է, բայց եւ դրան զուգահեռ բացթողումներ ու խնդիրներ ունենք բնագավառում, նշել է վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսությամբ զբաղվողներից այսուհետ էլ ակնկալելով հոգատար վերաբերմունք։ Շատ ծանր դաժանակիր աշխատանք եք իրականացնում, փորձում ենք լինել ձեր կողքին, փորձում ենք ձեզ հետ միասին մասնակցել այդ միջոցառումներին, այդ աշխատանքներին, ինչքանով է ստացվում, մենք բոլորս միասին տեսնում ենք։ Բայց անկախ ամեն ինչից շնորհավորում եմ բոլորիս։ Գենադի Երեմյան, Արտավազդ Գրիգորյան, օր։